Բարև ձեզ հարգելի հետևորդներ, փոքր դատարից հետո վերսկսում ենք մեր աշխատանքները, մեր ոդկասթը, Ars Podcast-ը, եւ այսօր մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք բոլորիդ կողմից ճանաչված, սիրված Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար Արթուր Ֆարմանյանին։ Բարև ձեզ։ Բարև Արսեն ջան։ Ուրախ եմ ձեզ տեսնել։ Միանգամից ես ուզում եմ հարցակողական հարցեր տամ ձեր վրա։ Խնդրեմ։ Ավարտվեցին ընտրությունները։ Նախ առաջինը գնահատական տվեք, ինչ տեղի ունեցավ, դա մեկ։ Երկրորդ հարցը, եթե կուզեք, ասենց կարճ բլիցներով։ Երկրորդը, ինչու խոսալուց այդքան ժողովրդից, հայրենիքից, Հայաստանից քաշվակ կողքի, չմասնակցեցիք։ Միգուցե երրորդ հարցն է սա, միգուցե ձեր նմանների չմասնակցությունն է, որ թույլ է տալիս այսօր ժողովրդի մասովկա պրոստը սարքել, որովհետեւ ընդդիմությունը թե իշխանությունը այս կարգի բարձր ծիծաղի ժողովրդի վրա, խնդրեմ։ Շատ հիանալի հարցեր էր, իրոք անկեղծ եմ ասում, այստեղ անգամ կարելի է ոչ թե բլիցով պատասխանել, այլ պոլնամասշտաբնի։ Խնդրեմ։ Ուրեմն ինչ վերաբերում է գնահատականին, բայց եկեք մի քիչ տեղերով փոխենք, ու դուք կստանաք 3-ի պատասխանել։ Առաջինը ինչու մենք չմասնակցեցինք։ Այդ երկրորդ հարցը բերեմ առաջինը։ Եվ դուք ինքներդ կստանաք պատասխանը առաջի հարցին։ Դուք որտեղ եք տեսել, որ կոմունիստ մարդը մասնակցի կրկեսում այն մնացած կլոնները ոնց է անունը ծաղրացուների հետ։ Օրինակ կոմունիստները կյանքում ծաղրացու չեն եղել։ Կոնկրետ կասեք ում եք նկատի, ում բոլորին անխտիր իշխանությունից բռնած ընդդիմությունով վերջացրած։ Ես դուք նկատի ունեք քաղաքական ուժերին, ոչ թե մարդկանց։ Չէ, մարդկանց հետ ասեմ, եթե ինտելիգենտ քաղաքական գործիչը նա անհատի հետ գործ չունի։ Նա ունի ուժի հետ գործ։ Մենք կյանքում չենք մտնում մարդկանց անձնական կյանք, մենք չենք մտնում մարդկանց ընտանիք, մենք գնահատական ենք տալի որպես քաղաքական ուժ իրենց քաղաքական գործունեությանը։ Ասեմ ձեզ, դե որ ընտրությունները սենց խայտարակ ընտրություններ պատմության մեջ, մարդկության մեջ որ չի լինելու, դա հաստատ է։ Ինչի նկատի ունեք, խնդրում եմ, ասեմ, փակագծեր բացեք։ Ասեմ, որ իշխանությունից սկսված մարդիկ գրական, հայկական հիանալի լեզուն փոխեցին բիսեդկայի լեզվին։ Ինչ է նշանակում երկրի վարչապետը խոսում է կզզնելուց, հազար ներողություն ձեր էլեկտորատից։ Ինչ է նշանակում։ Երկրի վարչապետը մի ազգի հիանալի ազգի, մեծ ազգի իրեն գաղափարատեսակում մարդը հելում է խոսում է կզզնելուց։ Էսի խոսումը նրանք էլ հետ չեն մնում։ Ասենք փոխանակ չմտնեն Նիկոլ Փաշինյանի դաշտ, չջախջախվեն, քան որ պրոֆեսիոնալ է Նիկոլը իր դաշտի մեջ, մտնում են նա ջախջախնեն, դարձնեն շոու։ Ժողովուրդը հիասթափված, ժողովուրդը ապշած նայում էր այդ կրկես շոուին, որտեղ որ բոլորը նայում էր թե մասնակցում էր ժողովուրդը։ Ես ձեզ սենց ասեմ, Արսեն ջան։ Բայց լռությունը դա մասնակցություն չէ, ես չեմ ասում։ Չէ, ես ձեզ ասեմ, օրինակ շատերը հիմա այսօր քաղաքական դաշտում եւ քաղաքական գործիչներ մեղադրում են ժողովրդին, բայց հավատացեք, էլի ազգը ստեղ Չեմ հավատում։ Ես ձեզ հիմա հիմնավոր եմ։ Ազգը մեկ անգամ եւս այս ընտրություններով մի հատ մեծ հիասթափություն ապրեց։ Ախպեր, դուք ինչի թողեցիք, որ ինքներդ Ցավը տանեմ, քաղաքական դաշտ։ Ծաղրածու եք ասում, անուններ եմ տալիս։ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, ով կան դեռ, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը։ Մնացած բոլոր ընդդիմադիրներին դուք հատած ասում եք ծաղրածուներ։ Մարդկանց չեմ ասում։ Ուժերի։ Իրանց ուժերն, այո, Ինչով են ծաղրածու։ Ասեմ, հերթով ասեմ։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը, եթե իրոք սրտացավանքով էր վերաբերվում Հայաստանից Հանրապետությանը եւ հայ ազգին, դալեկո ռուսերեն ասած ինքը հիմար մարդ չի, ինքը պետքա իր երեսով չմասնակցեր ընտրություններին։ Ես դրանում համամիտ եմ։ Ես ձեզ ասեմ, ինքը որպես քաղաքական գործիչ ազգի աչքերի մեջ ինքը չունի անցյալ։
չունի անցյալ, որ մի բանի համար, ասենք թե Հայաստանի Հանրապետության ապրող մարդը կարող ասի, հա, բրավո։ Օրինակ ես որպես դուրս ապրած այն ժամանակ ոչ քաղաքական գործիչ, ես ամոթ չեմ ապրել իր կառավարման տարիներին, երբ որ ինքը վարել է արտաքին քաղաքականություն։ Ինչ արտաքին քաղաքականություն է ինքը Մենակ ինձ մի ռոլիկը, որ երկու ոչխարին բեղերով տարականին քո ասացի դեպ այդ բառը քեզանից են վերցրել, իր պապայի հետ ոչխարի պես գծել էր հետևը մաներ տալի։ Այդ ինձի համար դաստատեցն է։ Չէ, մի րոպե։ Արեք ստեղ բառերը մի քիչ էլ բացենք։ Մի բան է, երբ որ դու խոսում ես դրա մասին, մի բան է, երբ որ դու անում ես դա։ Քանի տարի եղավ։ 2 սրոք, 10 2 տարի։ սրոկի ժամանակ ինչ արեց նրա համար, որովհետեւ Արցախյան հարցը ընդմիշտ լուծվի։ Չեմ ասում ինչ տեսակ ինչ ձևի, բայց պիտի լուծվեր, չէ՞։ Եթե ինքը մտահոգ էր իր հայրենիքի մի մասի, որտեղ ինքը ծնվել էր, ինքը չէր հանի բանակցության սեղանից այդ նույն հայրենիքի մի մասը, որը առավելություն էր տալի հայերին։ Համաձայն եք իմ հետ, որ եթե սեղանին նստած է Հայաստան, Արցախ ու Ադրբեջան, դա խոսում է սուվերենության մասին արդեն։ Իսկ ինքը հանեց, ասես մենք կլուծենք։ Հենա այս Ղարաբաղցի տղային նստած է Հայաստանի, ինչ տարբերություն Հայաստանն է խոսացել դրա մասին, դե ինքը անկախ դրանից մեզ սարքեց կողմ։ Հագամարտության կողմ, հարգելի Ֆարմանյան ջան, արեք sense խոսանք։ Ինքը լավ կենացներ էր ասում։ Լավ կենացներ էր ասում։ Բայց այն որ ինքը չկարողացավ իր ասում է իմ ժամանակ պատերազմ եղել է։ Պատերազմը քան տեսակ ալնում, շատ կներեք, էլի մի հատ հարց տամ։ Քան տեսակ պատերազմ։ Չէ, հիմա տեսեք, ես տես ուշադիր լսեցի, բայց արեք տեսեք մի քիչ ավելի խորը վերցնենք։ Արեք խորը վերցնենք, Արսեն ջան։ Ինչքան ուզում ես խորանալ, Հիմա ասեմ։ Ղարաբաղյան շարժումը, Արցախյան շարժումը չէ։ Կարգախոսով միացում եւ այլն, ով հանդես եկավ 1988 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ղարաբաղ կոմիտեն, ճիշտ է թե չէ։ Ինչի միացումը դարավ անկախություն։ Ես հիմա ասեմ, իրանք հերթով շուռ տվեցին։ Դե ասենք այդտեղ կոմունիստներ մեղավոր են, SNN են, փլուզում եկավ 91 թվից 88 թվից իրանք հրճակեցին, այդ իրենց լոզունգները եկան 91 թվին եղավ անկախ Հայաստան, ճակերտների մեջ խոշոր ճակերտների մեջ անկախ Հայաստան։ Անցնում է 5 տարի նույն Լևոն Տեր-Պետրոսյանը ասված տղայեք մի տվեք։ Հիմա դուք տեսեք, ես ինչի համար, ես ուղիղ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ եւ Սերժ Սարգսյանի հետ եւ ոչ մի կապ չունի, ուղիղ ոչ մի կապ չունի Ռոբերտ Քոչարյան խոսքի Նիկոլ Փաշինյան։ Ես կապը տեսնում եմ հետեւյալը. Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան եւ միացած երանգյուն ու տակի գիծը Ռոբերտ Քոչարյան։ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի բանով չի տարբերում այդ մնացած իրեկից։ Ես հարցը ուրիշ ձև եմ տալիս, Ես չեմ ասում ով ինչու հետ կապ ունի։ Դուք Ռոբերտ Քոչարյանին ասում եք, որ դուք իր ժամանակ չեք ամաչել, ես ամաչել եմ։ Դրսի արտաքին քաղաքականությունից ամեն ինչից ինքը մենակ խոսացող ա եղել ինչն է ինքը որ ասում է ես էսի ինչ եմ արել տնտեսության համար շատ կներես պարտքեր վերցնելով պարտքեր ասենք մեր գույքը տալու պարտքի տեղը փակելով դու ամբողջ աշխարհին Ռուսաստանի Դաշնությունը լինելով ժողովուրդը սովետական միության ամբողջ աշխարհի Աֆրիկական, Լատինամերիկական, Կուբա, Մուբա սաղին ներեց միլիարդավոր դոլարներ Հայաստանին ինչի ինքը չներեց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդքան Պուտինի իր անգերներ այդքան ախպերություն է թող ասեն ների ախպեր ժողովուրդը տենա ռուսենցի փողաներում այդ չի տարավ ստրատեգիցկի սաղ օբյեկտները տվեց ռուսին ինչե մի քանի 100 միլիոն 200 միլիոն դոլար Հետ աներ, հետո մեզ 200 միլիոնը հետ չարեցին ախպեր, սա աշխարհի միլիարդավոր դոլարներ հետ չարեցին։ Իրա անգերը Պուտինը, այդ ոնց կիսեցին իրար, ինչ արին։ Բայց ես մի հատ բան ասեմ, դու հիմա նենց հստակ կնիքը խփում ես, որ Պուտինը ընկերն է։ Ասում եմ ես, եթե ընկերն է, հիմա լսի, ուրեմն չեկիստները ընդհանրապես ընկերություն չունեն, եթե իրանքը չեկիս չի։ Դուք լավ ինձ ես ասում եմ, չեկիստները են նախկին խորհրդային միության չեկիստները, նրանք ընկերություն չունեն, նրանք ունեն ընդամենը ագենտ Եվ կոնտրագենտ։ Ահա, հիմի եղբայր, ով է ներկայացնում, որ Ռոբերտ Քոչարյանը Պուտինի ընկերն է։ Ով է ներկայացնում։ Ես չգիտեմ։ Իրա կողմը, իրա դաշտը։ Դե իրա դաշտը շատ։ Պուտինի ընկերն է, Պուտինը հենա եկավ իրա կնգան տեսավ, նստած ժամանակ ինչ եք խոսում, այնտեղ Լյուբով Դագրոբը։ Հա, եթե Լյուբով Դագրոբը Հայաստանին ինչի է չնչին գումարը Ռուսաստանի համար չնչին գումարը չներվեց։ Չի ներվելու, ինչի պիտի ներվի Ռուսաստանին ձեռա տալի Հայաստանը որպես պատկանտրոնի սուբյեկտ։
Լավ, այս ընդրություններին մասնակցող ուժերից կար գրեթե գոնե մեկ ուժ, որը արտաքին ուժերի կողմից չէր հովանավորվում, այսենց հարցստան։ Ես հիմա Անկամ բանը Փաշինյանին է, սա ուժերը իրար հետ։ Ես հիմա ասեմ, Փաշինյանին, որ լոբին 3 պետության կողմից եղելա դա հաստատ է, գրեմ ստորագրեմ, ինչ է։ 3 Աջան 3 Այդ ո՞րն է այդ։ Իմ համար օրինակ ասենք թե դուք օժանդակությունը ո՞նց եք հասկանում, ամեն տեսի լրատվականով, գումարով, Ալիևը հերթով գամ։ արի։ Ալիևը մի քանի անգամ հանդես եկա, որ Նիկոլ Ալիևը խնդիր չի։ Էրդողանը։ Իրա բլոգերներով Էրդողանը իր կառավարության անդամների հետ, դա երկուս, եւ իհարկե վարչապետներ, փոխվարչապետը Պակիստանի։ Եվրոմիությունը աջակցություն չարեց։ Աջան Եվրոմիությունը աջակցություն չարեց։ դե չէ, մենք խոսում Բայց չէ, ո՞րն է 50 քանի երկրի Չէ, մենք ներկայացուցիչ։ օրգանիզացիաների մասին չենք խոսում, Եվրոմիությունը դե Պետություններ, ոչ, օրգանիզացիա։ ինքը ոչ։ Դրանք հելան եկա։ Սովետական միությունն էլ էր օրգանիզացիա, բայց ինքը պետություն էր։ Ցավը տանեմ, Արսեն ջան, նրանք հելան եկան, նրանք չաջակցեցին, նրանք ուղիղ մասնակցություն Բա այդ եմ ասում, Աջակցությունը, դա Ալիևին է, սրանք մասնակցել։ Ռուսաստանը ինչ ձև է մասնակցություն ունեցել։ Ռուսաստանը, ախր գիտես ինձ, Ռուսաստանը այնքան բարդ ֆիգուրա է։ Ֆարմանյան, իմ հաղորդումներին, ուրիշի հաղորդումների հետ մի խառնի։ Կոնկրետ ասավ, ոնց է կոնկրետ, նայ, կոնկրետ։ Դե որ ասում է, այս անկյունից նայում եմ, Պուտինը Նիկոլա։ Ահա։ Այս անկյունից նայում եմ Պուտինը Քոչարյանը, վերևից նայում եմ բանը, Սամվել Կարապետյանը, դիվանը բացում եմ Գագիկ Ծառուկյանը, ասեմ ինչի համար Մեդվեդևը երեք էր խոսում Գագիկ Ծառուկյանի մասին, իսկ որ վերևից նայում եմ, սրանք օբշիմի կաճոլ են։ Հիմա դու ասա, ում կողմից է Պուտինը։ Ես չեմ, ես ասում եմ, ինչ մասնակցություն ունեցավ։ Նայ, ինչքանով է ճիշտ, որ Ռուսաստանում բնակված անձնավորությունը հայը, որը գրեթե 10 տարի Հայաստանում չի եղել։ Ինքը մենակ իր բարեկամներին փող ուղարկե կամ էլ չի արել։ Հայը հայերեն խոսում է, ինչքանով ինքը կարա մասնակցություն ունենա մի երկրի ճակատագրի հետ, որտեղ անմիջական եսը դու ենք ապրում։ Մեր թորներով, մեր երեխեքով, ինքը կարա մեր նման նուրբ հասկանա թե որն է այստեղ։ Վաղը որ հիմի, ես դեմ չեմ որ հայը մասնակցի, ասեմ իմանաք, բայց Սփյուռքի հայը պետքա չմասնակցի խորհրդանական ընտրություններին։ Ես Սփյուռքի հայը պետք է մասնակցի երկրորդ պալատի ընտրություններին, որը ավելի բարձր կլինի, քան խորհրդարանը։ Իմ պատկերացումով ինչպես պետք է լինի վերին պալատ, որտեղ Սփյուռքը ոչ թե մենակ պետք է մասնակցի, ինքը պետք է ներկայացուցիչ ունենա ամեն մի երկիր, ամեն մի գաղութ իր մասնակիցը պետք է ունենա, որը պետք է հաստատի կամ մերժի խորհրդարանի ընդունած օրենքները, ոնց որ ամբողջ աշխարհում է։ Դա իմ պատկերացումն է։ Հիմա տեսեք, վաղը երասխից այն օրը կողքից անցնում էի, ասել ժամանակ պայում, այս ասֆալտով երասխից Երևան ինչքան ժամանակում ես կհասնեմ։ Ու տանգի բանի արագությունները նայեցի, ժամանակակից տանգերը ինչքան ժամանակում կարող ասֆալտի վրա հասնեն, օրինակ եմ ասում, ասֆալտ չարացի։ Մոտավորապես 40-45 րոպե իրանք Երևանի մադուսներում կանաս կլինեն։ Ֆարմանյան ջան, այդ ամեն ինչը արդ երկրում ապրող հայը, որը շատ մեծ կապ չունի, շուշուտ չի գնում գալիս, օրգանիկ չի կապված սենց կոնկրետ Հայաստանի հետ, ինքը չի զգում այդ վտանգը, օրինակ Խաբարովսկից կամ Վաշինգտոնից կամ Բրյուսելից։ Ես ու դու ենք դրա շահառուն, եղբայր։ Վաղը կանավ Երևան, առաջինը ես ու դու կանելու ենք հրամատներում կռվենք մեր երեխեքի թորեն, մեր երկրի, մեր սրբության համար։ Ես ուզում եմ այդ կոնկրետ հասկանամ, այո, իրանք շատ մեծ մասնակցություն ունեն մեր երկրի կայացման մեջ։ Սփյուռքի նկատի ունեմ, բայց ձևաչափը, որ այս կարգով իրանք պետք է մասնակցեն, ես համաձայն չեմ։ Ես համաձայն եմ երկրորդ պալատի ստեղծմանը, բարձր պալատի, որը վերջնական հաստատելու է ներքին պալատի օրենքները եւ այլն։ Ձեր կարծիքը։ Հիմա տես նորից ինչ որ դու ասեցիր, ուղիղ կապ ունի թե ընտրությունների հետ, թե ուժերի հետ։ Ես ընդհանրապես դեմ եմ, որ բիզնեսի մարդը կապ չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիա, ստեղ ապրողա, թե դրսի ապրողա։ Բիզնեսի մարդը ընդհանրապես գոյություն պիտի չունենա երկրի կառավարման հետ։ Ինչի համար։ Հիանալի բիզնեսմեն է Սամվել Կարապետյանը։ Ստեղծած դրսերում։
ի տարբերություն մի քանի տասնյակ հարյուրավոր բիզնեսմենների, որը որ սկսել է դրսից, բայց քաղաքական գործունեությունը եւ Սամվել Կարապետյանը տասնյակ հազար կիլոմետրերով հեռու են իրարից։ Ինչի համար։ Մարդու մշլենին բիզնեսա, այսքան դրեցի, այսքան ստացա։ Էդի մեկ։ Որը որ քաղաքականության մեջ չի աշխատում։ Այսինքն ինքը եկավ, իրեն սարքեց Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ, ասեք թե որ այդ մեր ձևով բան որ չլիներ, միգուցե պլստար։ Դե հիմա եկեք ինձ հակառակ ապացուցեք, որ սա սարքած ծրագիր չէր, ինչ որ վերևի տիզերական ուժերի կողմից։ Հասկանում եք։ Հիմա դենց են ասում, Դե հիմա դենց է, այս տոթում պատտվող լուրերը դարձել են տիզերական։ Հիմա եղավ սարքեցին քաղաքական գործ։ Ես չեմ ուզում, ես ի հարգանքով յուրաքանչյուր հայ ազնվորության, բայց եթե մենք վերլուծում ենք քաղաքական գործունեությունը եւ թիմը, ապա ինձ հիշեցնում է 90-ականների զբորնին Ռուսաստանի ֆուտբոլով։ Արգենտինացի, բրազիլացի, աֆրիկացի, но эти саг сборная Российской Федерации։ Հիմա Սերժ Ազատի Սարգսյանի թիմակիցները կան, Արզականցյանից մի հոգի կա, Ռոբերտ Քոչարյանից կան, Գագիկ Ծառուկյանից կան, սա կուսակցության անդամները թիմակիցներն են ուժեղ Հայաստան դաշինքի։ Այսինքն ոչ թե դաշինքի ներողություն, այլ կուսակցության։ Ընդ դաշինքում ես գիտեմ ով են, դաշինք են միավորված հայեր կուսակցությունը, ես գիտեմ ընդ շատ լուրջ եւ չկեղտոտված դեմքեր կան, եթե հարկ կա կարամ անուն ազգանուն տամ, որ հարգում եմ այդ ազնվորությանը, շատ եմ հարգում, Նայիրի Սարգսյանի մասին է խոսքը Հայաստանը ես եմ նախաձեռնության, մի քանի անգամ իրար հետ խոսացել ենք, ձեր հարտակում եմ նաեւ ասել, որ իրոք շատ լուրջ դեմք է։ Մնացածը բոլորը զբորնի կոմանդներ են։ Հիմա Սամվել Կարապետյանը տնային կալանքում գտնվելով, Արսեն ջան, նա քաղաքական գործիչը Եթե առաջի դեմ կա, ընդունենք որ թույլ են տվել ինքը մասնակցում, ինքը պիտի ժողովրդի հետ շփվի որ իմանա։ Իմ կարծիքով ըստեղ խոսում էին ուժեղ Հայաստան դաշինքում, խոսում էին ռոմանսները, которые пели ֆինանսի, թե հակառակ, չէ՞ մի հատ երգ կա, ասում է ֆինանսի պայուտ ռոմանսի, թե ռոմանսի պայուտ ֆինանսի։ Այդ վիճակները։ Երկրորդը դե Ռոբերտ Քոչարյանի պահով քեզի ասեցի, Գագիկ Ծառուկյանն էլ դե ես իմ անձնական կարծիք ասեմ։ Գագիկ Ծառուկյանին կոնկրետի քցեցի։ 4% ռեալ այդ մարդը հավաքել է։ Իմ կարծիքն է համոզված կարծիքս։ Ամենա ուժեղ թիմը ունեցող կուսակցությունը, որ մասնակցել է եղածների մեջ եմ ասում։ Գագիկ Ծառուկյանի թիմն է եղել։ Անհատականներով վերցնենք, սկզբից մինչև վերջ գնանք։ Ուղղակի Գագիկ Ծառուկյանի պրոյեկտը 4% անգամ պլյուսով կամ հենց 4% չէր մտնում այս խաղի կանոնների։ Արի իրանք ոտքերով խփեցին ստորբին, որ մտածեցին Գագիկ Ծառուկյանի մեկ բան կառաջարկենք։ Իդեպ ասեմ ձեր աուդիտորիայի համար իդեպ ասեմ հարգելի ձեր լսողներին, ձեզ նայողներին, սիրելի ժողովուրդ, ես երթում եմ ամբողջովին իմ բոլոր սրբություններով Գագիկ Ծառուկյանի ժիվոյ տեսածը չունեմ, ոչ թե ճանաչեմ, այլ տեսած չունեմ, բայց ուղղակի որպես կոմունիստ մարդ ասում եմ ճշմարտությունը, ոնց որ կա։ Իրանը չեմ տեսնում երկրի ղեկին, այդ մարդը լավ բիզնեսմեն է, լավ ուտող խմող, շրջապատի տղա, թող դրանով յոլա է։ Ինքը հայասեր է։ Ասեմ ինչի համար։ Չգիտեմ ինչ սխեմաներով, ոնց, բիզնեսը մաքուր չի լինում, Արսեն ջան, որպես նախկինում բիզնեսի մարդ, ես էդի լավ եմ հասկանում, չի լինում մաքուր։ Լինում է նախկինում, ոչ նախկինում, բիզնեսմեն։ Լինում է։ Քեզ ոնց մենք երկրի ղեկավար ուզենանք տենանք օրինակ։ Բայց ես չեմ ուզում դա։ Չէ, եթե հանգարց մարդ ես էլի, դες բաներից ենք բիզնեսմենա չտանք։ Այ ես քո ցավը տանեմ, կակրած այդ խոսակցությունը, տես կոմունիստները ինչ մարդիկ են։ Բերեցի նրա։ Ապասնի մարդիկ են։ Չէ։ Չէ, տես խոսակցությունը էփեցի, բերեցի, որպեսզի այդ հարցից պատասխանեմ։ Այ կոմունիստները նրանում են, որ տես ես շեշտում եմ, որ ես բիզնեսի մարդ եմ, ես դասի աբրած մարդ եմ։ Եվ ես իրավունք չունեմ լինելու Հայաստանի Հանրապետության ղեկին։ Այդ է իմ պատասխանը։ Լինելով կուսակցության ղեկավար։ Ինչ ես ուզում բադու։ Ես ուզում եմ ստաբիլ,
մեր երկրին լինի խաղաղություն, ես ուզում եմ, որ նոր սոցիալիզմը չինական տարբերակով տեղի ունենա, ես ուզում եմ, որ մանապոլիստը երկրի մեջ լինի պետությունը եւ բիզնեսը չթելադրի իր կանոնները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ իշխանություն։ Խաղաղություն Նիկոլ Փաշինյանը Ոչ, Նիկոլ Փաշինյանը խաղաղությունը չի։ Ինչով է տարբերվում քո խաղաղությունը Նիկոլ Փաշինյանի խաղաղությունից։ Ես հիմա ասեմ, դու ասում ես ինչ ես ցանկանում, ճիշտ է։ Հա ցանկանում, դու կուսակցական ղեկավար ես, կոմունիստ ես, դու պիտի իմանաս, չէ՞, քարտես պիտի ունենաս։ Ես քեզ հիմա բացատրեմ։ Ես քեզ հիմա բացատրեմ։ Իմ համար Նիկոլ Փաշինյանի կեղծ խաղաղությունը դա խաղաղություն չի։ Որնակ ես ասա։ Հիմա սպասի բացատրեմ, թող։ Մի բացատրի, ասա։ Դու ոնց որ բանը Հայաստանի ազգային ժողովը Պատասխանի, ոչ թե բացատրի։ Պատասխանում եմ։ Ուրեմն իմ համար սենց խաղաղությունը, որ ինչ ուզեն, ոնց ուզեն, անեն։ Անուններով ասա, ինչ է օրինակ։ Այ ախպեր ջան, այսօրվա դրությամբ հենց թարեմ էփաս թեմա։ Մարտիկ Էրդոգանը ասում է, եթե Հայաստանի Հանրապետությունը ուզում է մեր հետ բարեկամություն անի, առևտուր անի, Եվրա միության պետությունների հետ լավ սերտ կապեր ունենա չերես մեր տարած, այսինքն երեսնուկա, ուրեմն պետական բանով ուռևնի վրա պիտի ընդունի, որ իրենք չունեն պրետենզիա եւ չի եղել հայ գենոցիդը։ Այդ ինչա որ վաղը չմիսօրը ընդունեցին, խաղաղություն են ասում, առևտուր խաղաղություն, ընդունում ես, այսինքն այդ խաղաղությունը իմ համար անընդունել է։ Ես ավելի քեզ կոշտ բան ասեմ, ինչպես եմ պատկերացնում խաղաղությունը, պատկերացնում եմ հետևյալը, թող մնա մի հայ, ընդհանրապես հայ չմնա, բայց դաստոյնի ձևով կռվեն ու մեռնեն։ Իրանց չի մեռնենք ախպեր։ Ախպեր, կռվի, եթե քեզի խաղաղությունը դու կռվի մեջ եք տեսնում։ Միայն ուժի ձևով ալում խաղաղություն։ Կարող է պատրաստ լինելու մեջ ելնես, ոչ թե կռվել։ Հիմա լավ, սպասի ինչի պատրաստել ես։ Հիմա ես եթե իմ բանակ ունենամ, որը ու զինատեսակ ունենամ, որը եթե ես ասում եմ Նիկոլի ժամանակ չի լինի։ Հա, կլինի մենակ այն ժամանակ, երբ որ կգան ազգի մասին, ժողովրդի մասին մտածող ուժեր։ Դա շատ դժվար բան է Հայաստանում ունենալը, անհնարին է։ Մեկը, որը խոսեց հանգարց ազգայինից, մերոնք էլ հարցերը լուծում են, ուղարկում են այն բան, այն աշխարհ։ Շատ հազարը դեպքեր կարամ ձեզ բերեմ։ Հենեից միջև հիմա։ Սա մերոնք ձերքով են գնացել, որը թուրքը խփեց։ Որը Թուրքիա։ Անցորում, տես մի, եթե հանգարց մեզ հաջողվի գոնե կիսով չափ ազգայինի մասին մտածող մարդիկ բերենք մենք իշխանության, եթե մենք կարողանանք մեր ներուժը, մեր ուղեղը օգտագործենք, ունենանք այն տեսակի զենքեր, որը չվախենանք, որ մեզի կարա սանկցիաների տակ կողեն։ Մի տիրոջ հերն անցեմ, լավ է սանկցիաների տակ գնես, թե առանց հայրենիք Ցիգանի պես շատ կներեն ցիգանները, ցիգանի պես աշխարհում եք թափած իր լեզուն կորցրած մի հատ։ Դու չես կարող ցիգանի պես ապրես անգամ։ Ես օրինակ եմ ասում։ Ոչինչ ասում է դա։ Okay, հիմի ավել լավ չի ես Սևեռնի Կորեայի պես ապրեմ օրինակ։ Ունենամ դաստոյնի, չեմ ասում իրանց կարգերը լավ է, որը սենց խեղտած մարդը։ Չէ, լավ է կարգերը, կոմունիստները լավ է կարգերը։ Okay, ես ասում եմ, ունենամ նենց զենք, որ ին վրա հարցակվողը 15 անգամ մտածի։ Իրանի պարագան, մի Իրանի չեն կարող համեմատվենք։ Իրա մասշտաբով ու իրա ունեցված ներկով կամ բան, բայց մենք ունենք շատ խոշոր ընդերք, շատ բազմաթիվ ամբողջ Մենդելեևը Սյունիքում կա, ամբողջ Մենդելեևը, բաց այն որ ասում է ռուսան եղաջու, մենք կարանք ունենանք այն տեսակի զենքեր, որոնք թույլ կտան մեզ ասեն ոչ, թույլ կտան մեզ ասել ոչ, նույն Թուրքիային, Ադրբեջանին, այո մենք ուզում ենք բաց ճանապարհներ, այո բայց մենք արտարություններ ենք ուզում Մենք այն չի որ այսօր ասում ենք ախպեր ջան, դու պետքա ասենք ղարսը հենց եկուց մեզի փոխանցես։ Ախպեր դրա ժամանակը աշխարհը մեզ կդա էդի։ Մենք պետք է ուղղակի չհրաժարվենք դրանից։ Մենք կապրենք այո այս տարածքի մեջ ուժեղանալով, հերթականությամբ արտարություն պահանջելով նույն Արցախին Արցախ Նախիջևանը ոնց որ թե մոռացել ենք մենք, որ Նախիջևան կա։ Այն չի որ մենք Արագած սարը չենք սիրում, ես այն օրը Արագածին նայելով հիացել եմ, որ մեր սարն է, Արարատը չսիրեցին կամ Արարատը շատ սիրելով Արագած չսիրին, դες բան չկա։ Մենք Վանաձորը սիրում ենք այնքան, ինչքան որ մուշը։ Դեն չի։ Տենց է։ Հիմի ասա ցավդ տանեմ։ Խաղաղություն արդյոք դա նա չի որ ունենաս այնպիսի բանակ, ու այնպիսի համախմբված հասարակություն, որը պատրաստ է յուրաքանչյուր տարբերակով ապրել Թուրքի հետ։ Խաղաղություն եք ուզում, ուրեմն կապրենք խաղաղության մեջ։ Պատերազմ եք ուզում, մենք պատրաստ ենք։ Արսեն ջան, ես գիտեմ, որ դու քաղաքական գործիչ ես, բայց
հազարավոր քաղաքական գործիչներից շատ ես հասկանում քաղաքականությունից եւ հենց արմատից ես հասկանում։ Բայց գիտես դու ինչով ես նմանվում մյուս քաղաքական գործիչների։ Հələ ասա։ Ես ասեմ, դու գիտես որ մենք դու միշտ ասում ես որ Պրամոյ, քո հաղորդաշարին ոչ մի բան, ոնց կան հենց մխում ենք։ Իհարկե։ Հիմա ես քեզ Մախի ասեմ, աղբեր ես։ դուք սկսել եք նորից կռիշից։ Այդ քո ասած թեզերը լրիվ ճիշտ են։ Ինձի տասնյակ մարդիկ գիտնականներ նամակ են գրել, որ իրանք ինչ որ որևիցե մի իշխանության ժամանակ դիմել են լավ բան արտադրելու համար, այսօր անգամ ունեմ թարմ նամակ, որ մարդը առաջարկում է շարժիչներ ինքնաթիռի, որ աշխարհում չկա։ Ու այդ մարդը անտեսում է, ինչի համար ես ասում եմ դու կռիշից ես սկսում։ Այդ քո ամեն ինչը իրականացնելու համար պետք է իշխանությունը, կառավարությունը լինի հայկական, Բայց եմ ասում եմ, ոնց չասեցի։ Բրծավ, հայկական Ազգայինը բա ո՞րն է։ Ապրես, ազգայինը հայկական։ Մխի չես մխում է։ Ոնց ես մխում, եթե իմ ասածն ես ասում։ Լսի, հիմա կառավարությունը ազգային է թե ինչ է։ Ախ, ես ասում եմ, եթե Հայաստանում կան ուժեր, որոնք կլինեն դաժե կիսով չափ ազգային, բայց հային սիրող մարդ ազգային էլ ո՞րն է ախպեր։ Հային, չէ, ազգայինը մի քիչ ուրիշ է, ժողովրդական։ Այսինքն ոնց կա ազգայինը իր ժողովրդին չսիրի։ Հիմա ես այս մարդիկ սիրում են, բայց սենց են սիրում, Եղբայր, ես խոսում եմ այս մարդկանց տեսակի մասին չեմ խոսում։ Ես խոսում Դու եմ ապագայի մասին ես։ Ես խոսում եմ մարդկանց տեսակի մասին, որոնք լուր են, բայց իրանք մտահոգ են։ Ապրես։ Հիմի որբիսի այդ մարդիկ լուր չլինեն, Ֆարմանյան, դու ինչ ես անում։ Ապրես, հիմա ասում եմ քեզի։ Ասա։ Նոր դու հարց Մխի։ Մխում եմ, դու ասիր ինչի չես մասնակցում ընտրություններին։ Լուր սպասում եմ, մինչև քաղաքական դաշտը մաքրվի։ Նիկոլ Փաշինյան, Արտուր Ֆարմանյան։ Արտուր Ֆարմանյանով այսինքն կոմունիստական գաղափարախոսությունը, նոր սոցիալիզմը, ադին նադին մնան 2 րոպեվա ջարդեմ Նիկոլին։ Ոնց։ Ջարդեմ։ Ասեմ։ Ասա։ Իրա ամեն մի արած քայլը ինք իրան ջարդել է։ Ինքը ինչ անում, դու ինչ ես անել։ Սպասի, Իր սխալները ասելով դու չես կարա Սպասի, ցավը տանեմ։ Հիմա նայեք, Մխի։ արի մխում եմ, վեր լուծությունով մխում եմ։ Եթե Նիկոլ Փաշինյանը չունենար յուրաքանչյուրի վրա կոմպրոմատ, ինքը այսքան համարցակ չէր խոսա։ Ու այս որ այսօր դրել են մտածում են մանդատ վերցնենք թե չվերցնենք, Վերցնեն թե չէ, Սահմանադրական դատարանը կորոշի չի որ։ Կստացի ինչ հարց տվի Նարեկին, հələ մի հատ ասա էլի։ Նարեկին ասեցի որ հեսամ որ ավելի ասես խորը իմաստով ասի որ մեծ քաղաքականությունը պահանջում է հերատեսություն եւ կանխագուշակում։ Մի անգամ էլ քո ձեր հարթակից ասել Նիկոլ Փաշինյանը չունի կարմիր գծեր։ Ընդհանրապես գիծ չունի այս մարդը։ Այս մարդը բերում է նախագիծ։ Պարոն Կարապետյան ջան, Նարեկ։ Նախագիծ սահմանադրության փոփոխության։ Դուք խաղում եք ընդդիմություն, չէ, ես ինչ ես ասում, ձեր իած լեքսիկոնով խոսամ։ Բրատ։ Ես ինչ ես ասում, Նիկոլ Փաշինյանը նույնը հետևյալ է։ Մի հատ տենում է ծնողներիդ, ասում է որ հանուն խաղաղության ուզում եք սես բան անեք, ձեր տղեն դավաճանա կամ ձեր աղջիկը դավաճանա։ Մի հատ պրեսինգ անում տունը իր մեթոդներով։ Տնեցիները հոշոտում են տվյալ падգամորը, ասում են գլուխներս ուզում ես ուտես։ Էդի մեկ վարկած, երկրորդը նաև ինչու՞ չէ։ Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրա արշավի ժամանակ ասում է երեխաներ եկեք ձնագնդիկ խաղանք, эти тонкий намек на толстые обстоятельства Ռուսնասումը։ Երեխեքը դա մեծ շեշտադրում է։ Նույն շանտաժը երեխաներով, ինչը որ նաև ինքը ասեց նվերա անունը Գագիկ Ծառուկյանի տղու։ Մի քանի անգամ շեշտեց, ինչա որ էդի ճնշում չի։ Ու ես հարց եմ տալի Նարեկ Կարապետյան, ասեմ, պարոն Կարապետյան, դու վստահ ես քո թիմի վրա։ Ես օրինակ վստահ չեմ։ Ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց 98%-ը ոնց որ իրաց տեխնոլոգները բաները։ Բայց 2%-ը հերիկա որ Նիկոլը Դու տարա։ ցավը տանեմ, ես քեզ ասեմ, իրանք մանդատները վերցրեցին, իրանք դավաճանում են այն մարդկանց, ով որ իրանք ձայնա տվե, 1 Մանդատները չվեկալեցին, չգեներացրեցին փողոցետի երկրորդ դավաճանությունը։ Իսկ իրանք ոնց որ ասես Նարեկ Կարապետյանը հնարավոր է վերցնել մանդատները եւ ունենալ ավելի մեծ լծակներ նոր գեներացնել փողոցը։ Ուրեմն ասում եմ ձեր հարթակից
Նարեկ Կարապետյան ջան, ի հարգանքով ձեզ որպես երիտասարդի, եթե դուք մանդատի անուն տվիք, այսօր ընտրությունը լի դուք 0.1% անգամ ձեր ռեսուրսներով ձայն չեք հավաքի։ Ոնց որ կա։ Մենք կոմուս Լավ, okay։ Ֆարմանյան ջան, տես։ Գնացին իրանցից գողանալու են։ Միգուցե իրանք հաշվարկ են արել, որ այդ ձեր ասածը իրականություն է, եթե իրանք նոր ընտրությունների գնացին, իրանք չեն կարողանալ գեներացնել այդ Ռուսաստանից եկածների եւ այլներին, ավտոբուսների շրջագայությունը ամբողջ քաղաքներում չեն կարողանալ գեներացնել եւ վախենում են այդ հանգամանքից որ երկրորդ փուլը լինի։ Իրանք համ ասում են, որ ժողովուրդը լսեն, որ իրանք համաձայն չեն, բայց միաժամանակ ասում են մենք մանդատները վերցնենք թե չվերցնենք։ Հələ վիճարկում են, ասում են սուդ ա եղել այս ընտրությունները, բայց միաժամանակ հայտարարություն են տարածում, որ կարող է մանդատները վերցնել։ Եթե իրանք մանդատները վերցրեցին, մտանն ես։ Ես հիմա տեսեք իմ հետևորդներին ասում եմ, եթե մտան իրանքն ես, ոչ թե իրանք Նիկոլից են կարողանալու տանել, այլ Նիկոլն է իրանցից տանելու։ Վստահ եմ։ Ահա, հիմի տեսեք, իսկ երկրորդ տարբերակը իրանք չեն վերցնում մանդատները։ Երկու տարբերակ, Սահմանադրական դատարանը որոշում է երկրորդ փուլ, այսինքն ինձ ու ձեզ օրինակ եմ ասում, չի թույլատրում այլևս մասնակցելու, գնալու մասնակցելու, այլ լինելու են ուժերը, որոնք կային։ Ոչ թե նոր ընտրություններ չէ, երկրորդ փուլ է կոչվում։ Ահա, իրանք գնում են, ստանում են ընդամենը 25-ից 30% ամբողջական ընդդիմություն, որտեղ ելին չեն կարողանա համոզեն, որ իրանք գալիս են Հայաստան փրկելու, որտեղ ես արդեն տեսա, իրանք ինչ են գալիս փրկելու։ Ինչու մասին է խոսքը։ Այդ թող ինձ 1000 անգամ ներեն բոլոր այն ուժերը, որոնք հասկանան ում մասին է։ Փնտի կազմակերպված քարոզարշավը ծիծաղելի նեմերով քարոզարշավը ծիծաղելի։ Իմ թող ուժեղ Հայաստանից ների 1000 անգամ։ Նարեկ Կարապետյանն էր քաշում այդ սաղ ուժը։ Այդ խեղճ տղեն, ես լուրջ եմ ասում։ Համաձայն եմ։ Ինքը շատ գրագետ, շատ խելացի տղա է, բայց մենակով այդ ահռելի մեջ պատասխանատվությունը հետևից այդ իր հորողբերը вообще պիտի չխոսար։ Չեմ վախենում, պրյամա ասում եմ։ Ռոբերտ Քոչարյանը вообще պիտի չլներ։ Այո։ Դուք առաջարկել եք Աննա Գրիգորյանը, հիանալի։ Աննա Գրիգորյանը երկու անգամ շատ ձայն հավաքել է, պրյամա Աննա Գրիգորյանն էլ եմ աշկերի մեջ նայելով ասել դա։ Ես անձամբ կարող եմ դա իրան քվեարկել հենց։ Հիմի տեսեք, օրինակ եմ ասում ես։ Այդ երկու տարբերակով իրանք գնում են այդ ձեր ասած գեներացման, փողոց չգեներացնելու դեպքում դավաճանություն։ Իրանք ձեր կարծիքով կկարողանան երկարաժամկետ փողոց գեներացնել, երկարաժամկետի մասին է խոսքը, որը չի լինի ինչ որ շահագրգռվածության համար, ասենք մարդը գնա, որովհետև այնտեղ շահագրգռված է, պիցա կուտի կամ գումար գվաստակի, այլ զուտ հայրենասիրական բանով, որ Հայաստանը փրկի։ Կկարանա գեներացնել երկարաժամկետ, թե դե ոտներին է գցելու։ Դրա համար Նիկոլն ասում է հելեք փողոց։ Ոնց որ հերի փողոց, ասում է կարաս հերի հեղափոխություն արա։ Հելեք դուս, մանդատ միք վերցրեք։ Իրանց թիմը է դա ասում։ Ուզում է որ հիաստապություն, ահա որ մեծ հիաստապություն ապրի մեր ժողովուրդը, որովհետեւ հետագա քայլերի դեպքում Արտուրը Ֆարմանյան, Արսենը Մարկարյան, մեկ էլ չկարանա մարդ դուսանի։ Խնդրեմ։ Ուրեմն, քանի որ դու Գյումրեցի ես եւ ոչ թե մենակ դու ես հիանում մեր հպարտ Գյումրեցի եմ։ Լսի, հպարտը մպարտ չգիտեմ, ես անհպարտ Գյումրեցիները չեմ տեսել, բոլորն է հպարտ են Գյումրեցիները։ Էդի չգիտեմ, ռաս չեմ եկե, բայց նաեւ ամբողջ Հայաստանի շրջաններն են Գյումրիով հպարտանում, մի հատ մի քիչ հումոր անեմ, ռազրադը թողեմ։ Ուրեմն ինչի՞ չես մտածում որ Նիկոլ Փաշինյանը հոգնել է դառնալու վարչապետ, ուղղակի իր տերերին չի կարում ասի, չեմ ուզում գեներացնում է փողոցը, որպեսզի անեն հեղափոխություն։ Էդի հումորի կարգով եմ ասում։ Հիմա ինչ վերաբերվում է, դու ասում ես իրանք։ Արսեն ջան, Հայաստանի Հանրապետությունում ես ճանաչում եմ եւ վստահ եմ դու ես ճանաչում։ Կան քաղաքական գործիչներ, որ այս 19 կուսակցություններ են, չէ՞ մասնակցում։ Որպեսզի ոչ մեկ չվիրավորվի, միացնեմ նաեւ 20-րդը ինձ, մեր կուսակցությունը։ Ինձ ասելով բոլորի նկատի ունեմ, ինձանից շատ հայրենասեր են, ինձանից լավ գիտեն երկիրը, ինձանից շատ նվիրված են ու ամեն ինչ են, այս Սամվել Կարապետյանը այդ ուժերին պիտի գեներացնի սկզբնական,
նոր անի փողոց։ Այ քո ցավտան ամենդրություններից առաջ պիտի կերերացնել։ Դե հիմա այս մարդիկ Հետևից ո՞րն է քաղաքականության մեջ սխալվել է մաֆիայի պես բանը։ Գյուլելու են պրեսնեն։ Աբրես, հիմա նայ։ Տես անգամ մենք ես դու մյուսը մենք սխալ տերմինոլոգիա ենք օգտագործում։ Այսինքն ինչը։ Մենք ասենք փրկենք Հայաստան երկրի։ Ով եմ ես։ Ով եմ մնացածը, որ կարանան երկիր փրկել։ Երկիրը կարա փրկի միայն Հիսուս Քրիստոս։ Ում մասին որ ցավոք սրտի մոռացել։ Գցենք նորից Հիսուս Քրիստոսի վրա։ Մենք չէ։ Մեր փեշերից գցենք։ Փրկել, չէ, փրկելը։ Մենք ընդամենը կարանք ինստրումենտ դառնանք։ Բա մենք ինստրումենտ դառի։ Բայց այդի другой вопрос։ Հեսա մխեմ, ինստրումենտը դառի դե։ Դարձել եմ։ Ոչ, կոմունիստներով Հիսուսին է ծառայ։ Այդ կապ չունի։ Շատ մեծ կապ ունի։ Չունի, եթե որտես վեգալես սկսես, ուրեմն Ախր դու չես կարողացել միջև մի ժողովրդին բացատրես, թե դու որ կոմունիստական գաղափարախոսության կրողն ես, ես քեզ անձամբ ճանաչելով գիտեմ, բայց ժողովուրդը, որ ասում են կոմունիստ, եկեղեցի քանդող կոմունիստն է հիշում, Նախիջևան Արցախ տվող կոմունիստն է հիշում, Բար գուլագներ սարկող կոմունիստն է հիշում։ Դու չես կարող ասես եղբայր կոմունիստ բառը չի նշանակում Լենին։ Ցավոք 14 միլիոն, չէ։ Մխեցի, դե չմխեցի, լսի։ Այն մարդիկ, եթե ինչ որ մեկի ֆիգուրան ինձի հետաքրքիր է, կապ չունի լիբերալա, սոցիալ-դեմոկրատա, կոմունիստա ինչա։ Եթե այդ մարդու ասածը ես նայում եմ, ես սկսում եմ այդ մարդուն ուսումնասիրել։ Երբ որ ուսումնասիրում եմ, հիմա նայի, դու մեր ծանոթության առաջի անգամ կոմունիստեր ընկել ձեռդ ձեր խմբի հետ, դες խմբակ չեմ ասում, խմբի հետ ակուլեկով։ Մենք շատ ենք։ Ով աբրես, ովքեր չեն սիրում կոմունիստներին, որոշել եք ես այս կոմունիստի մեջտեղից պատրտեք։ Չէ, ուզում ենք ապաշխարել իրապես։ Աբրես։ Հետո որ ասենք Մենք չգիտենք որ մեր հայկական Կատովսկին է։ Աբրես։ Հետո որ ասենք ուսումնասիրեցիք հարցից հարց բավականին լուրջ հարցեր, արդեն դուք խորացաք որ ախպեր ջան, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը, եթե մակերեսորեն դա չինական տարբերակն է, բայց հայկական տրադիցիայով Կապ ունեք դուք Լենինականի կոմունիստների հետ։ Բացարձակ։ Թե մենք գիտենք ունեիք։ Ախպերս, ուրեմն լսի։ Մենք 3 հատ կուսակցություն կա կոմունիստական։ Ասա բացատրի։ Մեկը Կենտկոմն է, որը Լենինականն է։ Կենտկոմը էդի պրավապրիեմնիկն է խորհրդային միության։ Այն ինչ որ մեզ թողել են։ Այն ինչ որ թողել են։ Որը որ Զյուգանովն է։ Okay։ Զյուգանովն է։ Կա Վազգեն Սաֆարյան, հիանալի մարդ, հիանալի տնտեսագետ, երկրորդ կոմունիստական կուսակ, քրիստոնյա չգիտեմ ինչ կուսակցություն, անկապան կոմունիստ բառը մենակ գիտեմ, որ էդի կա, բայց այդ մարդիկ բացի Կենտկոմից։ Լավ քո Սինզինպինն ասա, ո՞րն է կոմը։ Ախպերս իմը Սինզինպինը չի։ Բա ո՞րն է։ Լսի, ես ուղղակի ասում եմ, մերը նման է։ Իմ համար, ասեք թե մեր այդ կոմունիստական գաղափարը, որ մեր կա, մերը դրածը ազգային է։ Եթե ուզում ես նացիոնալ կոմունիզմը։ Լավ, նացիոնալ կոմունիստ ջան։ Հա։ Կոմունիստական գաղափարախոսության մեջ կա որ պրոլետարիատ всех народов եւ այլն։ Չէ, պրոլետարիատ всех соединяйтесь, это լենինիզմն է։ Կոմունիզմի մեջ կա որ պիտի հարևանդ հետ հավասարն ես, համերաշխարհն ես, թե չկա դենս։ Ես հիմա քեզ քո հարցին հարցով պատասխանում եմ, ինչի Չինաստանը զարգանում է, կողքի երկրները սնգրտում են, չէ, ով իր հետ է զարգանում է։ Ռուսաստանը իր հետ է, բախի է հետ։ Չէ, Ռուսաստանը ստիպված է իր հետ։ Լավ է։ Բայց ես իրականություն եմ ասում, այսօրվա դրությամբ Ռուսաստանը օկուպացվում է Սիբիրը Չինաստանի կողմից, որտեղ ստիպված է։ Չունի Իրանից նավթ առնող։ Արի պրյամոյ խոսանք։ Չինաստանն է ասում արիստե։ Այսքանով եմ առնում։ Ինքը չի կարող ասի չէ։ Օրինակ հիմա նայ, Սևերնի Կորեան էլ է կոմունիստական, չէ՞։ Լաոսն էլ է կոմունիստական։ Ինչքան է շատ եք Վարմանյան։ 7 հատ։ Կուբան, Վիետնամը, Չինաստանը, ախպեր ջան։ Այսօրվա դրությամբ առաջատար կոմունիստական երկրները 2 հատ են, որ մի քանի տասնյակ տարի առաջ վրեկները խնդրում են Վիետնամի վրա են խնդրում։ Ու Չինաստանի վրա։ Հիմա երկուսը այսօր առաջատար։ Չես ուզում մեզի սարքես կոմունիստ։ Այ ախպեր, կոմունիստ չեմ ուզում սարքել։ Այսօր ես անգամ իմ կոմունիստական նոր սոցիալիզմը, հայկական կոմունիզմը դնում եմ կողքի եւ բոլորին կոչ եմ անում ազգային գաղափարախոսության կողքը հավաքվենք։ Կոմունիստ բառի տակ։ Ախպեր կոմունիստը հետո կլի։ Հիմա դու ինձ կանչում ես միտինգ օրինակ։ Ասում ես Սարժան, ես ինչ օրը միտինգ կա, գաղափարախոսությունը իդեալն է։
Դու հիանալի մարդ ես, ազգասեր մարդ ես, ուզում եմ գամ, կողքդ կանեմ, մեկը հոպ տենում եմ կարմիր դրոշը գլխից վրա։ Չեմ ուզում։ Աբրես։ Ահա։ Աբրես, հիմա լսի։ Նախ կարմիր չի, երագույն է, ուղղակի երագույն է, սերտ բալը, սերպի մոլոտնա հետը։ Հիմա հարց եմ տալի քեզ։ Մխեմ։ Մխիլ։ Աբրես։ Հիմա նայ։ Առաջարկություն կա։ Առաջարկում, լուրջ է այս առաջարկությունը։ Սիրել միմյանց։ Մարդկայինով սիրել։ Դու բացի փակագծեր։ Բացում եմ։ Դե սանը հավասար։ Այդ դենում ես, եթե այս իրականության մեջ չաբրեիք, բառը ճիշտ կհասկանայիք, արդեն փակագծերը Բայց ես գիտեմ, որ մեզ մարդիկ նայում են։ Հիմա նայ, սիրել միմյանց, հարգանք միմյանց, երիտասարդությունը առաջնահերթ տարեց մարդկանց հետ ուշադրության կենտրոնում պետության։ Այսինքն երիտասարդությանը դաստիարակել, տարեց մարդկանց լավ կենսաղ ապահովել։ Էդի տենց կրթությունը ձրի, բժշկությունը ձրի, անվճար բնակարաններ, Ընտրությունները բրձել է Ֆարմանյան։ Ինչ չէ, դրանք Քարոզարշավ ես հիմա անում։ քարոզարշավ չեմ անում։ Էդի է առաջարկում խոսքի Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը եւ առաջարկում եմ կզստել, պպզստել։ Էս արել, լսի, որը եթե ուզում եք կզստել, Հիմի մխեմ դեսի։ ունեք այդ, ես ձեզ շնորհավորում Հիմի եմ։ չակուջը ձերս վերցնեմ, մխեմ դու տես։ Ահա, մխիլը։ Հիմի ես առաջարկում եմ ժողովրդին ամեն մեկին $20,000 փող եմ տալու։ Եթե ես լինեմ երկրի վարչապետ։ Սաղի 3 հարգանի շենքեր եմ տալու։ Դուք ոչ մի տեղ, ոչ մի ձևով ոչ մի խնդրեմ չեք ունենա։ Սաղ բանկերը 1% եմ սարքում։ Բոլորիդ ունեցած վարկերը 0-ացնում եմ։ Բոլորիդ պրավեկը հետ եմ տալիս։ Անպայման ամեն տարի, ամեն ընտանիք երկրի հաշվին պետք է գնա սանատորիա հանգստանա։ Եվ այլ միլիոնատ բաներ ասեմ։ Արցախը հետ են բերելու արագ 3 ժամվա ընթացքում Նախիջևաններ չոկած բերելու են տան թուրքերը։ Հիմա օրմի ես քեզ ասում եմ, ես է կարամ դες բաներ ասեմ։ Չէ։ Բայց ես ճամպեն չա ոնց եմ էլի։ Լսի հիմա, Աբրես, հիմա մխում եմ։ Տես, որ դու ինչ որ նոր առաջարկեցիր, բոլորը առաջարկում են, ազգին սարքել են մարմրավաճառ։ Փող, այս ասում եմ, պիտի առավոտից իրիգուն աշխատեք, քրդնեք, հանքերում մեռնեք, որ ունենաք լավ երկիր։ Պրծավ, միայն աշխատեք։ Բայց իսկ ասbits ասա։ Խի ես ասում, բարիկներ, լսի, բարիկները դա շատ լավ բան է, բայց մենք պետք է մեր ժողովրդին մի բան հասկանանք, որ ձերյակերությամբ մեկը մյուսի տակը փորելով ու իրար նախանձելով երկիր չես կառուցել։ Պետք է ուրիշի հաջողությունների վրա ուրախանաս, օրինակ վերցնես, քո երեխուն է դաստիարակես, որ երբ որ մեծն ես մտնում, ոտքի կանգնես, որովհետև հարգես այդ մարդու ապրած կյանքը։ Երբ որ մենք մեր հասարակության մեջ ընդհանրապես սկսենք մեկս մյուսիս մասին մտածել, ոնց որ եղել է սովետական միության ժամանակ։ Աբրես։ Ես նորից եմ կրկնում, մեր թաղում 20 շենք վերև մարդ էր մահանում։ Մենք մագնիտոֆոն չենք միացնում։ Լուսիկ տատը 98 տարեկան մահացել է ամոթը։ 48 տելևիզորի վրա սպիտակ սպրոց էին փռում։ Երբ որ հարսանիքից 7 օր առաջ գնում ենք հարսանիք, քեֆ ուրախություն, հարսանիքի օրը չենք կարող տեղերից սենենք, որտեղ մաճար էինք խմել։ Ես այդ հայրենիքն եմ ուզում։ Ես ուզում եմ, որ իմ զինվորս կյանքում ոչ մի ծնող զինվոր տալու դեպքում չկասկածի, որ այդ զինվորը ամեն ինչ ապահովված լինելու պետության կողմից, այսինքն ժողովրդի կողմից, պետությունը դա ժողովուրդն է։ Դա ռեկետ չի այսօրվա պես, այսօրվա մեր պետությունը դա ռեկետ է այս ժողովրդի արունը խմելու համար։ Աբրես, Ձորի միրու ֆիլմից մի հատված։ Ինտեղեն զինվոր է։ Դու ասում ես, չեք հասկանում։ Ինտեղեն զինվոր է կետա։ Զինվոր է կետա, հասկանում ես։ Դու էդ էլ բոլշևիկները չեն, էդի մեր հայկականն է, չէ՞։ Ինչ հպարտություն է եղել։ Հիմա ի՞նչ է։ Հայ զինվորը պետք է աշխարհի համար օրինակելի զինվոր լինի, ոչ թե մենակ ավտոմատով տրոնի դեմ կռվող։ Ես իրա ցավը տանեմ։ Ինքը այն ինչ որ արեց 44 օրվա իմ աշկերս միշտ լսվում է այսօր։ Խոսում եմ, դաժե պատկերացնել չեմ կարող, թե այդ միակ երեխեն, որ խրամատում ավտոմատը ձեռը այդ բաներին դիմակայել է ուզեցե, ինքն էլ է իր ամորը սիրե իմ նման։ Ինքն էլ է իր, ինքը այդ երեխեն ուզեցել է
ընտանիք կազմի։ Ինքը ոչ մի բանով իզնից վատը չի եղել։ Ինքը իզնից 20 անգամ լավն ա եղել։ Դրա համար ես հիմա ասում եմ էկրանին նայելով, ամեն մի զինվորին տեսնելուց խոնարհվեք այդ զինվորի առաջ, որ մենք այդպես քաշ տղեկ ունենք։ Ու մենակ ոչ թե ձևական խոնարհվենք, այլ ամեն ինչ անենք, որպեսզի այդ զինվորը ամենավերջի ժամանակակից զենքով ապահովված լինի, որ ճանճը անգամ վերևը չկարանա իր գլխի վրա թռնի, որպեսզի մարդիկ գնան կռվեն, թե իմ երեխոս ինչի չեք տանում բանակ։ Կռվեն, այն առաջվա պես որ աղջիկ չէին տալիս, հիշում ես։ Աղջիկ չէին տալիս։ Բանակ, ասում են հաստատ ինչ որ այբովը ազատվել է։ Հիմա հաբարտություն է բանակ չէր տալը։ Բայց ես էլ եմ ասում, թող օրենք ընդունվի, որ իշխանության օրոք ուզում ալնի։ Իզնից բռնած։ Օրը կամ շաբաթական 2 ժամ, 1 ժամ բանակի համար ծրի ինչ որ միտեղ աշխատանք տանես։ Ինչ որ մի գործարան է, ինչ որ մի բան է, ստորագրելը պետք ստորագրեն գաղտնիության համար, բայց գնանք ծրի աշխատենք այս բանակի համար ու անենք։ Արսեն ջան, մեկ էլ մի խնդրանք մեր հայրենակիցներին, ես խնդրում եմ, սենց կա պարտադիր չի պրամոյ կամերայով նայեմ, ես քանի որ ես գիտեմ որքան ազգը քեզ շատ սիրում հարգում, խնդրում եմ էդի քո հաղորդումների վերջում իմ կողմից, քո կողմից հորդորի ուրախության սեղաններին թող չխմեն զոհված երեխեքի կամ զոհված ազատամարտիկների կենացը։ Ցավ ապրող մարդը այդ կենացից հետո չի պատմում անեկդոտ, չի հելում ձեռերը վեր տնգում պարում ու չի ուրախանում։ Մարդիկ այսօր սարքրել են կենաց զինվորի մահը, երեխայի մեր հայ տղեկի արունը կենաց, ասում են 5 րոպե հետո անեկդոտա 4 րոպե հետո պարա, մյուսնա, մի արեք, թողեք, հիշում եք, ուրեմն այդ կենացը սարքեք վերջի կենացը, խոնարհվեք մեր զինվորների, մեր տղեկի առաջը, բոլորիդ ասեք իրար բարի գիշեր ու հեռացեք, քանի որ էդին է ցավա, էդի կենաց չի, էդի պիտի ապրես, ու այսօր բոլոր այն մարդիկ, ովքեր որ ապրում են այս մեր Հայաստանից Հանրապետությունում մենք պարտական ենք այդ երեխեքին եւ հայ զինվորը չի պարտվել, հայ զինվորը դավաճանվել է, ասել եմ, ասում եմ ու կասեմ ու բոլորը անխտիր պատասխան են տալու այդ երեխեքի յուրաքանչյուրի համար։ Շատ լավ, պարոն Վարդանյան, կամացից գնում ենք ընկեր ես կողմից պարոնը սրանք են մենք ընկեր ենք, ընկերով դեպի չի եղել։ Նայ, ինչքան խիտրի բառ է, չէ՞ էդի։ Ընկեր ես ասում, բայց դրա տակը կոմունիստները որ ընկեր ես ասում, կամաց ոնց որ շատ ամեն դեպքում մեր հաղորդաշարի ես փոքր դատարից հետո հաղորդասից մի քիչ բան կաշկանդված էի արդեն, սկսեմ նորից, բայց կիսա ճամփից հետ չեմ դառնում։ Ես միշտ ասել եմ, իմ պետության մեջ ով ուզում ա լինի իշխանություն, ես այս պետությունը չունեմ թողնելու ուրիշին փախնելու։ Ես չեմ փախնելու, հալածվեմ, թող հալածվեմ, կգնահատվեմ, չեմ գնահատվի։ Այն ամենանեղ օրինին է այն բարձր բառերը, որ մեզ մեկ ասում են ես իմ ինչ, այդ ամենանեղ օրինին է չափվում։ Ես խնդրում եմ ձեր քաղաքական ուժերին, ձեր նման քաղաքական ուժերին մի քիչ հեռատես լինեք, մի քիչ հավասարակշռված, ես անձամբ ձեզ չեմ ասում, էսի խնդրանքը իմ ընկերներիս, իմ կողմից ու սենց ասեմ էլի ճիշտ ժամանակին ճիշտ տեղ այդ մխը մխեք ու հանգարտ չփորձեք մեր ժողովրդին խաբեք։ Խաբելը սենց դաժե կարա ասեմ, ոչ թե սենք միդումնավոր, այլ ինչ որ մի հատ ծանրաձողի գնաք, որը ձեր ուժերից վեր կլինի։ Ու մարդիկ ձեր հետևից գալուց հանգարտ չանեն ու հիասթափվեն։ Ամենավտանգավոր բանն է Նիկոլի օրոք մարդկանց հիասթափության տանել, եթե համաձայնվեք, որ դա ամենավտանգավորն է, ու շնորհակալություն։ Էս իմ կողմից ուղղակի խնդրանք ձեզ, որովհետև դուք իշխանության չձգտող ուժ եք, դուք միշտ հայտարարություն եք անում, որ դուք չեք ուզում ոչ մի վարչապետի պաշտոն, բայց все-таки կուսակցությունը որ մարդ բացում է, ինչ որ բանի ակնկալիք ունի։ Ես հույսով եմ, որ արտար ու ազնիվ ուժերը, ազգային ուժերը վերջը կմիանան, կունենա մեծ հայկական մեծ բևեր ճակատ, որը վերջո այս հներ նորեր խաղից դուրս եկած ժողովրդին կտանի ճիշտ ճանապարհով։ Ես իմ խնդրանքն է ձեր եւ ձեր նման ասենք կուսակցություններին, որոնք հələ չկան այս խաղերի մեջ, չեն թաթախվել այս սև ու սպիտակների մեջ եւ այլն, դա խնդրանքի կարգով է ձեզ ասվում։ Արսեն ջան, հիմա տեսեք։ Դες շատ հիանալի բան ու դա խնդրանք չէ, դա անգամ կարելի է որպես կոչ եւ հորդոր ընդունել,
ասենք դու իրավունք չունես խնդրելու ինչի համար, քանի որ դու մաքուր հայ ես, մաքուր ազնվորություն ես ու էդի քո աշկերի մեջ չնայելով եմ ասում, որ չասեն այդ բանի պահը, օրինակ ասենք այդ ինչ որ դու ասեցիր, դա կախված է թե անդիմադիր, թե իրոք անդիմադիր քաղաքական դաշտից։ Օրինակ ասենք իմ առաջարկը մեր գոլեգաներին, մեր քաղաքական գործիչներին ընդունում են բոլորը, կեսը կեղծավոր, կեսը ոչ, որ Նիկոլ Փաշինյանը ձեր տաղավարից չվիրավորեն, բան չասեն, վատ վարչապետ է, հային ոչ վայել վարչապետ է, պետք է հեռացնել ժամ առաջ Նիկոլ Փաշինյան, ինչ է պետք դրա համար, տղեկ մի մասնակցեք ընտրություններին, վաղը Գեղարդ ունի Գյումրիում, ախպեր ջան, ես վստահ եմ, Արսեն ջան, կներես, էլի խոսքի օրինակ, պայմանական, դու, որ ոչ մի կուսակցության մեջ չկաս, ինչ պակաս կլինես մարզպետ, որը որ լավ գիտի Գյումրին, Ես մարզպետ չեմ ուզում ցավտան, ես խոսքի օրինակ եմ ասում, խոսքի դու չէ, լավ, Պողոս Պողոսյանը Գյումրեցի, այն մարդիկ, ում որ ճանաչում է Գյումրեցին, Այդ քաղաքապետին նկատի քաղաքապետին, հազար ներողություն, ոչ թե մաֆիոզական կլան կամ ինչ որ Այսինքն ո՞նց եք դուք դա տեսնում Ցավը տանը ոչ մեկ չի մասնակցում, ոչ մեկ չի մասնակցում։ Ես եմ, որ մասնակցել եմ, ոչ մասնակցում։ Բայց ես կուսակցություն չեմ, որ մասնակցում Լսի, դու անհատ ես, ես տեսնում եմ, որ Գյումրեցին քեզ սիրում է, քեզ հարգում է, ես իմ վրով ասեմ, քանի որ դեռ կեղտոտված չեմ, ես դեռ եմ ասում, կեղտոտված չեմ, ախպեր ջան, ես գալիս եմ ասեմ, ես այն կոմունիստները չեմ, այն որ եղել են։ Ես այս կոմունիստներն եմ, ես էլ վստահում եմ խոսքի Արսեն Մարգարյանին, որպես Գյումրեցի, որպես հայի լավ զավակ, հայ երկրի զավակ, ախպեր ջան, ոչ կուսակցական է, ոչ բան, այս մարդը կարա ստեղ լավ կառավարի, ժողովուրդը սիրում է, Հայաստանը ճանաչում է, բոլորը ճանաչում են, ընդունենք, օգնենք։ Երկու վայրկյանով վստահ եմ, որ դու յուրաքանչյուր ԿՊԱ-կանի անգամ Գյումրեցուն երկու մատով այսինքն չխկանես ու կկրես։ Ես սենց հասկացա, Հայաստանի մասշտաբով դուք առաջարկում եք բոլոր ընդդիմադիր ուժերին, այն ընդդիմադիրներին, որոնք արդեն պրավալի են գնացել այս ընտրություններով, չմասնակցեն, առաջարկվի ինչ որ տեղային, ինչ որ մարդ, որը ոչ մի անգամ չի մասնակցել քաղաքական գործունեություն, բայց ինքը ունի այդքան հնարավորություն եւ այստեղ պարտադիր է նաեւ թիմ ունենալու շատ կարեւոր է ուժեղ թիմով գնալ իրենց դուք աջակցեք ձեր առաջարկությամբ մնացածը կեսը լուր, կեսը աջակցելով ընդդիմադիրները մեկ ճակատով, մեկ մարտով գնալ եւ Նիկոլ Փաշինյանին բոլոր տեղերում բարդության տալ։ Ավելի մեծ լոգիկայով բան ասեմ։ Հիմա նայի։ Յուրաքանչյուր մարզերում, քաղաքներում չեն մասնակցում ընդդիմադիր ուժերը, այսինքն անհատները մասնակցում են։ Վստահ եմ հաղթելու է անհատը։ Վստահ եմ, անհատը հաղթելու է։ Մենք խոսում ենք արդար ընտրությունների, ճիշտ է։ Չէ, բայց տեսեք, թույլ չի տալիս, ինչ որ դաշինք պետք է լինի։ Այ ախպեր ջան, օգնում է, աջակցություն, հիմա Չէ, դուք պետք է օրինակ, ասենք, եթե ին վրայով ես ասում, ես չեմ կարա մասնակցեմ, ասեմ ինչ։ Մենք երկու կուսակցությունը պետք է առաջարկի։ Ախպեր երկու կուսակցությունով եղբայրս, մենք աջակցում ենք ես, բայց այն կուսակցությունները, որ սենց անալիզ անեն, վրան բիզ չկա։ Այսինքն այդ մարդկանց մասին է խոսքը, որոնք չկան ակտիվ քաղաքական գործունեության մեջ։ Եղավ սա ռեգիոններում այդ նույն մաքուր, հալալ, զուլալ հայրենասեր մարդիկ։ Հետո այս ընդդիմությունը դե լափամանա, քաղցր բանա, հասկանում ես, թող մասնակցեն ընտրություններին պարլամենտական ու արխեին այդ Բայց մի հատ բան ես կորցնում Ֆարմանյան ջան, ասեք կիսակադա կիսալուրջ արսեմ, ես այդքան լուրջ չընդունեցի իմ տեխնատությունս առաջարկելու համար, բայց կորցնում ես եղբայր հաղորդավարի, որը քեզ անընդհատ հյուր է կանչում։ Չէ, ցավը տանեմ, ավելի լավ է ես կորցնեմ հնարավորություն, որ ինձի ազգը մի քիչ լավ ճանաչի, բայց մեր ռեգիոններում եւ անձինս Գյումրի քաղաքում լինի ազնիվ ազնվորություն։ Լավ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ես հուսով եմ, որ դուք չեք կորցնի ձեր հավատքը առայն, որ Հայաստանը
աբագա ունի, ու աբագան ոչ թե այն աբագանը, որը մեզ այսօր աբագական ասում, այդ Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ն, այլ այն աբագան, որը մենք ենք տեսնում։ Շնորհակալություն ձեզ մասնակցության համար եւ ես մեկ անգամ հարգելի հետեւորդներ, ես այս վերջում ճիշտ ասած եմ մի քիչ մանտոյի մեջ եմ, այդ առաջարկությունը մխեց, վերջինը մխեց, ես է կիսա կադակ, կիսա լուրջ, հիմա ձեզ եմ դիմում, նախ առաջինը հաղորդագրությունների մեջ ովքեր բարոյական են, բարոյական ձևով են արտահայտվում, ովքեր անբարոյական են, անբարոյական ձևով, բայց մի հատ sense բան եք, օրինակ կուզենայիք, որ ասենք Ֆարմանյանի ասած տարբերակը աշխատի։ Օրինակ կուզենայիք, որ ես առաջադրվի, եսի կիսակադակ, կիսա լուրջ եմ ասում, որովհետև մենակին վրայով չի ասում, լիքը մարդիկ կան Գյումրիում։ Բոլոր մարզերը Գյումրիում ես շատ դաստոյնի մարդկանց նույնպես գիտեմ, որ կարան մասնակցեն ու հաղթեն, բայց այս քաղաքական Գյումրիի տարբերակով մի բան էլ ասեմ, էլի ես տեսել եմ անձամբ իմ ընկերոջ Մարդուն Գրիգորյանի պահով, այդ տղուն ինձ ձև են հալածում ու հետևում։ Արսեն ջան, հանուն պետության եւ հանուն հայ ազգի պետք է։ Ամեն դեպքում պլյուս եք դնում, եթե համաձայն եք պարոն Ֆարմանյանի մտքի հետ, որ Հայաստանի ռեգիոններում պետքա դրվի ոչ մասնագից մարդիկ, ովքեր կունենան նորմալ թիմեր, նորմալ ծրագրեր, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը քիչ հնարավորություն ունենա մարդկանց վրա ներազդելու։ Շնորհակալություն ձեզ, մի շնորհ հանդիպումներ։ Ստեսություն։